Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն փետրվարի 26-ն է, հիմնականում մեր վերջին հաղորդումներում ավելի շատ ենք սկսել կենտրոնանալ Հայաստանում ներքաղաքական անցուդարձերի վրա, քանի որ սպասվող ընտրությունները իրոք ճակատագրական են դառնալու Հայաստանի համար, եւ այն, ինչ վերջին տարիներին կառուցվել է, հատկապես այս վերջին 4-5 տարիների ընթացքում, այն կամ թափ կառնի 2026 թվականի ընտրություններից հետո, կամ ընդհանրապես ամեն ինչ կփլուզվի, նույնիսկ մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Սուր հայտարարություններ եմ անում, գիտեմ, սակայն համոզված եմ իմ ասած խոսքերի մեջ, դրա համար մենք միշտ էլ փորձելու ենք մասամբ անդրադառնալ ներքաղաքական խնդիրներին։ Ես կրկին ասեմ, որ չեմ ցանկանում միանալ այն մարդկանց թվին, ովքեր որ բամբասանքներով են զբաղվում, բամբասում են թե Հայաստանի իշխանություններին, թե ընդդիմությանը, բայց ես նույն ժամանակ փորձելու եմ առանց բամբասանքների փորձել պարզ լեզվով բացատրել, թե ինչ վտանգների եւ մարտահրավերների առջեւ է կանգնած մեր հայկական պետականությունը։ Եվ ասեմ, որ մեծ փողեր են ներդրվել, սա գաղտնիք չէ եւ բոլորդ գիտեք, սիրելի հայրենակիցներ, դրա համար է, որ Հայաստանի իշխանությունները սկսել են այլ միջոցներ ձեռնարկել, եկեք անկեղծ խոսենք, ինձ ոչ ոք չի զանգում, ոչ ոք փողեր չի առաջարկում եւ չեն էլ կարող դա անել, լավ ճանաչելով ինձ, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիրները, ոչ որևիցե ուժ չի կարող նման կերպ վարվել, դրա համար ես խոսում եմ եւ կարող եմ խոսել այնինչ ճիշտ եմ համարում։ Ասեմ, որ Հայաստանի իշխանությունների վերջին որոշումը թոշակների հետ կապված շատ ճիշտ էր։ Շատ ճիշտ եւ սպասված որոշում, որը որ առնչություն է ունենալու միանգամից 600,000-ից ավել Հայաստանի քաղաքացիների վրա, շատ կարևոր նշանակություն ունի դա, 10,000-ով ավելացումը թոշակների, դա զգալի ավելացում է, բայց պետք է նաև հասկանանք, որ սա պայմանավորված է գալիք ընտրություններով։ Բայց ի տարբերություն նրա, որ ընդդիմադիր կոչվածները ռուսական փողերով, Ռուսաստանի կողմից մեծ գումարների լցանումներով Հայաստան, մարդկանց կաշառելով, փորձում են այդ գումարը մեկ անգամ տալ եւ քվե գնել, ի տարբերություն դրա Հայաստանի Հանրապետության իշխանությունները զարգացնելով Հայաստանի տնտեսությունը ավելացում են իրականացնում, որը որ ամեն ամիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թոշակառուները զգալու են այդ ավելացումը, այսինքն ամեն ամիս իրենք 10,000 ավել գումար են ստանալու իրենց թոշակից, ինչը նաև կաշառք չէ, շատ ճիշտ, օրինական, լավ ճանապարհ է եւ հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսությունը զարգացում է ունեցել, դա պետք է որ նորմալ եւ adekvat մարդկանց հուշի, թե ինչ է բերելու Հայաստանի տնտեսական աճը։ Այն չկար շատ տարիներ, նույնիսկ Վրաստանի թոշակների հետ համեմատելու չէ Հայաստանի թոշակները, հիմա պետք է հաշվել եւ հասկանալ արդյոք հավասարվեց Վրաստանի թոշակներին Հայաստանում այս ավելացման շնորհիվ, կարծում եմ, հա, արդեն հավասարվեց Հայաստանի եւ Վրաստանի թոշակները մոտավորապես, կամ շատ արդեն ավելի մոտ է, քան նախկինում էր այդ կտրվածքը, բայց դա տեղի ունեցավ միայն ու միայն տնտեսական զարգացման շնորհիվ։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում նաև թոշակառուները, սխալ ընտրություններ կատարեն, ապա միանշանակ այդ ամենը կարող է նաև կորցնեն, քանի որ ոչ ոք չի պատրաստվում հետագայում այդպիսի մեծ գումարներ վճարել հայկական բյուջեից, եթե այդ հայկական բյուջեն էլ այլևս չի զարգանալու եւ Հայաստանը կորցնելով ինքնիշխանությունը չի կարողանալու ազատ զարգացնել իր տնտեսությունը, այլ կախված է լինելու մեկ երկրից եւ միանշանակ այդ կախվածությունը այնքան խորը կլինի, որ դու չես կարող ավելի լավ ապրել, քան այդ երկիրն է ապրում։ Այսինքն այդ երկրի գուբերնիաների հավասար
կյանք է ունենալու մի քիչ էլ ավելի ցածր, քանի որ նախ իրենք ապահովելու են իրենց մեծ քաղաքներում կյանքի որակը, հետո նոր արդեն մտածելու են երրորդ երկրներում, իրենց գուբերնիա երկրներում կյանքի որակի մասին։ Սա չափազանց կարևոր է եւ պետք է լիներ մեկը, որպեսզի կարողանար բացատրել Հայաստանի քաղաքացիներին այս պարզ ճշմարտությունը։ Եվ ես համոզված եմ, որ այս ավելացումը թոշակների ելի կշարունակվի։ Եվ դրա համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ճիշտ ընտրություն են կատարելու, կարող է իրենց 10,000 դրամ առաջարկեն ընտրությունների ժամանակ, կարող է 20, կարող է 30, բայց վերցնելով այդ գումարը իրենք իրենց անկախությանը վնասելու են նաև իրենց թոշակներին եւ անձամբ մեծ խնդիրներ։ Այն երկիրն է խնդիր ունենալու։ Մենք զրկվելու ենք մեր անկախությունից, իրենց երեխաները, իրենց թոռները ապրելու են աղքատության մեջ, ամեն առումով մեծ խնդիրներ, թե անկախության եւ թե տնտեսական առումով իրենք մեծ խնդիրներ են ունենալու։ Դրա համար չափազանց կարևոր է, որ այս ընտրություններում ճիշտ որոշումներ կայացվեն։ Բայց կարևոր է նաեւ մեկ բան. հետևելով մասամբ ժամանակ շատ չկա, բայց հետևելով հայկական մեդիա դաշտին եւ այնտեղ հրավիրվող տարբեր փորձագետների, որոնք արևմտամետ են ներկայանում, որոնք ռուսամետ են ներկայանում, բայց մեկ բան պարզ է, որ կան այնպիսի արևմտամետեր, ովքեր որ ցավոք գալյուցինացիաներով են տառապում, կրկին առանց անուններ տալու, չեմ ուզում ոչ ոքի վիրավորել եւ ասում են, որ իբր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսամետ է։ Դա հայություն է ճշմարտության նկատմամբ եւ դա միանշանակ օգուտ է բերում ռուսական ընդդիմությանը։ Այդպիսի հայտարարություններով դրանք ընդհանրապես ամրապնդում են ռուսական ընդդիմության դիրքերը եւ նրանց հնարավորությունները ավելացնում են, որպեսզի նրանք կարողանան գալ իշխանության։ Դա սուտ է, բացարձակ սուտ է եւ ասեմ, որ այդ գալյուցինացիայով տառապող փորձագետները նրանք նաեւ գալյուցինագեն են դառնում մեր հասարակության համար, որոնց որ մեր հասարակությունը լսելով ինքն էլ է սկսում պատկերացնել, կարծել, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ռուսամետ են, եթե մնում են մինչև հիմա ԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում։ Ասեմ, որ այդպիսի շատ շտապ արագ քայլեր, հատկապես ԵԱՏՄ-ի մասով։ ՀԱՊԿ-ի մասով արդեն պարզ է դառնում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էին խնդրել, որ Հայաստանի Հանրապետությունը զգուշ լինի, կտրուկ քայլեր չձեռնարկի, բայց մենք էլ ասում ենք, որ իրոք ժամանակը հասունացել է եւ Հայաստանը պետք է կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը, ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ-ից շատ արագ դուրս գալը եւ այդպիսի որոշում կայացնելը միանգամից տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության մեջ։ Այդ թոշակներից էլ կզրկվեն շատ մեծ տնտեսական խնդիրներ, բայց դրան պետք է պատրաստվել եւ դրանից պետք է դուրս գալ։ Դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է արագացնեն դիվերսիֆիկացիան, տնտեսական կարևոր որոշումներ կայացնեն, որպեսզի կարողանան ապրանքներ արտահանել դեպի Եվրոպա, սիրելի հայրենակիցներ, եւ այդ օրը կգա։ Դրա համար այդ գալյուցինագեն տարածող փորձագետներին պետք չի շատ լսել, իմ խորհուրդս դա է, եւ մենք պետք է նաեւ իրականությունը հասկանանք, թե ինչու, եթե Հայաստանի իշխանությունները ռուսամետ են, ինչու այդքան մեծ գումարներ են ներդնում Ռուսաստան, այդքան մեծ ջանքերը հիմա ներդնելու, որպեսզի Հայաստանում իրականացնի հեղաշրջում, ընտրությունները օգտագործելով Հայաստանում իրականացնի հեղաշրջում, քանի որ ես համոզված չեմ, որ իրենք ընտրությունների ընթացքում կկարողանան հասնել առավելագույնին։ Հիմա անդրադառնանք նաև այլ կարևոր հարցերին, շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Պոլսո պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Նա ասել է, որ Գերագույն խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկված է, Գերագույն հոգևոր խորհուրդը, եւ շատ հապճեպ որոշումներ է կայացնում, դրա համար անհրաժեշտություն կա, որ սինոդ կառույց ստեղծվի, որի կազմում կներգրավվեն ընդդիմադիր սրբազանները եւ այն կարող է աշխատել կառավարության հետ լուծումներ որոնելու
լուծումներ որոնելու գտնելու ուղղությամբ։ Այսինքն Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը նույնպես համարում է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը դժբախտաբար հեղինակազրկված կառույց է եւ շատ հապճեպ սխալ որոշումներ է կայացնում եւ կոչ է անում սինոդ ձևավորելու։ Տեսնենք թե ինչպիսի արձագանք կլինի սրան, բայց շատ կարեւոր է, որ հայոց պատրիարքը, այսպիսի հայտարարություն է անում։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը գտնվում է Լեհաստանում եւ մինչեւ կարևոր հանդիպումներ ունենալը նա հանդիպել է նաեւ Լեհաստանում հայ համայնքի հետ, այդտեղ էլ հնչել են մի շարք կարևոր հայտարարություններ, խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, ինքը պատմել է թե ինչ հանդիպումներ են տեղի ունեցել վերջին շրջանում իր եւ Էրդողանի միջև եւ ընդհանրապես կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջև եւ ասում է, որ այս ամենի տրամաբանական ավարտը կլինի այն, որ ձևավորվեն հարաբերություններ Թուրքիայի եւ Հայաստանի միջև, այսինքն պահը հասունացել է, չնայած տեսնում ենք, որ Թուրքիան այնուամենայնիվ իր հարաբերությունների հաստատումը կապում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Փաշինյանը նաեւ հստակեցրել է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Քիչ առաջ ինչի մասին ես խոսում էի, այստեղից էլ մենք հասկանում ենք այս հայտարարությունից, նաև բազմաթիվ նախկին հայտարարություններից ենք հասկացել նաև, բայց կրկին մեկ անգամ այս հայտարարությունից հասկանում ենք, որ Փաշինյանը ռուսամետ չէ, ինչպես որ որոշները ներկայացնում են, եւ նա ասում է, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են, եւ մենք վճռական ենք ու կցանկանանք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ նա ասում է, որ շատ կարևոր է ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հարցում։ Նարիք երկու մասի բաժանենք այս հայտարարությունը եւ փորձենք վերլուծել։ Նա ասում է, որ նախ հարաբերությունները ներկա փուլում վերափոխման վիճակում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Հույսով եմ պարզ է, թե ինչ վերափոխման մասին է։ Այն հարաբերությունները, որոնք որ կառուցվել էին միակողմանի, իշխան միայն Ռուսաստանի Դաշնության, հիմա վերափոխման մեջ են, եւ այդ հարաբերությունները պետք է ձեռնտու լինեն ինչպես Ռուսաստանի Դաշնությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը։ Եթե նախկինում այդ հարաբերությունները կառուցվել էին այնպես, որ միայն Ռուսաստանն էր շահ ստանում դրանից, եւ Հայաստանը զրկում էր շատ հարցերում, ապա այս պահին այդպես այլևս չի կարող շարունակվել, դրա համար դրանք վերափոխման փուլում են։ Եվ նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է եւ վճռական է տրամադրված հարաբերությունները զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն այն ձևի զարգացնել հարաբերությունները, որոնք որ կբխեն Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերից եւ չեն ոտնահարի Հայաստանի պետական եւ ազգային շահը։ Եվ վերջակետ այստեղ մենք ոչ եվրոպացի ենք, ոչ ամերիկացի ենք, ոչ էլ չգիտես ուկրաինացի կամ ուրիշ ազգ, մենք ունենք մեր ազգային ու պետական շահը եւ պետք է անենք այնպես, որ չվնասվենք եւ չվնասվենք առաջին հերթին Ռուսաստանից։ Դրա համար պետք է ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք որ չեն թույլ տա Ռուսաստանին վնասել մեզ, չնայած տեսնում ենք ընտրությունների հետ կապված հիմա ինչ ակտիվություն կա Ռուսաստանում, բայց դա եւս հնարավոր է որոշ ձևով կառավարել։ Երկրորդը շատ կարևոր է նա, որ ասում է ընդգծել 2020 թվականի Ռուսաստանի նախագահի դերակատարությունը, որ նրա դերակատարությունը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հարցում։ Այս հայտարարությունը բոկր անդուր է հնչում, անկեղծ ասեմ, բայց միայն ինքը գիտե Փաշինյանը, թե ինչ դերակատարություն է ունեցել Պուտինը նոյեմբեր ամսին։ Հայաստանը շատ բարդ իրավիճակում էր հայտնվել 2020 թվականի նոյեմբերին, եւ մենք բոլորս դա գիտենք, եւ կարող է եւ Փաշինյանը այդ ժամանակ կարողացել է հասնել նրան, որ Պուտինը վճռորոշ դերակատարություն այնուամենայնիվ ունենար եւ նա ունեցել է։ Եվ եթե նման բան եղել է, զուտ մարդկային առումով Փաշինյանը կարող է եւ չի կարող մոռանալ Ռուսաստանի դերակատարությունը, բայց բազմաթիվ հարցերում ես համոզված եմ իմ խոսքերի մեջ, որ Փաշինյանը չի կարող մոռանալ նաեւ այլ
դրսևորումներ կամ վարքեր կամ գործելակերպ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Հայաստանի նկատմամբ ուրիշ ժամանակահատվածներում, երբ որ Հայաստանի Հանրապետության վրա ագրեսիա իրականացվեց Ադրբեջանի կողմից եւ նույն 20 թվականին եթե գանք, ինչու տեղի ունեցավ այդ 2020 թվականը, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը տեղյակ չէր եւ արդյոք Ռուսաստանի Դաշնության ձեռնտու չէր, որպեսզի Ադրբեջանը հարձակվեր Հայաստանի վրա։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտե այս հարցերի պատասխանը եւ իր բազմաթիվ հայտարարությունների մեջ մենք դրա մասին իմանում ենք, ուղղակի պետք է ավելի լավ եւ պարզ հասկանալ այդ հայտարարությունները, ավելի խորը ներթափանցել այդ հայտարարությունների մեջ։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք միջազգային կարևոր հարցերի, իմիջայլոց սիրելի հայրենակիցներ, ես հույսով եմ, որ դուք կարողանում եք տարանջատել իմ վերլուծությունները այն բոլոր մարդկանց վերլուծություններից, որոնք որ իրոք գալյուցինացիայով են տառապում եւ իրենց գալյուցինագեններն են տարածում հայ հասարակության մեջ։ Լավ ձևակերպում է, չէ՞, նոր ձևակերպում է, բայց իրոք այդպես է։ Եվ դրա համար միշտ փորձենք լավին լավ ասել, իսկ վատին վատ։ Եվ փորձենք adekvat վերլուծել, թե լավը, թե վատը։ Անցնենք միջազգային կարևոր հարցերի։ Իրան։ Թրամփը նոր հայտարարություն արել Իրանի մասով եւ կրկին ասել է, որ ինքը պատրաստվում է եւ ցանկանում է դիվանագիտական մեթոդներով լուծել Իրանի հարցը, բայց ասում է, որ պատկերացրեք տերորիզմի հովանավոր երկիրը ահաբեկչության, եթե ստանա ատոմային զենք, ինչ կլինի, եւ նա ասում է, որ մենք թույլ չենք տա, որ այդ երկիրը ահաբեկչության, համաշխարհային ահաբեկչության հովանավոր երկիրը ստանա ատոմային զենք։ Ինչալից Մարկո Ռուբիոն էլ է այդ մասին խոսել, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը, ու նա էլ ասել է, որ Իրանը արտադրում է բազմաթիվ հեռահար հրթիռներ, բալիստիկ հրթիռներ եւ նաեւ փորձում է հարստացնել ուրան։ Ինչ կլինի, եթե իրենք կարողանան ստեղծել ատոմային ռումբ, այսինքն հրթիռները կան, այդ հրթիռների միջոցով մեծ վտանգի տակ կհայտնվի ամբողջ տարածաշրջանը եւ շատ պարզ է, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակից Իսրայելը։ Դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները գործում են։ Հիմա շատ կարևոր է տեսնել, թե այս երկու օրերին հանդիպում տեղի կունենա իրանական կողմի եւ ամերիկյան կողմի միջեւ, թե չէ։ Կան թեթև տեղեկություններ, որոնց չգիտեմ ինչքանով կարելի հավատալ, որքանով չի կարելի հավատալ, թե իբր Իրանը համաձայնվել է նվազեցնել ուրանի հարստացման քանակը։ Տեսնենք, բայց ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծում, որ Իրանը փորձում է ժամանակ ցկել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածը դառնում է շատ իրական։ Ասում են Իսրայելում տեղ չկա, այնքան ինքնաթիռներ է լցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ այլևս տեղ չկա այդ ինքնաթիռների համար, դրանից բացի ավիակիրների վրա գտնվող ինքնաթիռները, այսինքն ընդհանուր առմամբ 200-ից ավել տարբեր տեսակի ինքնաթիռներ ամերիկյան կենտրոնացված են արդեն տարածաշրջանում, ահռելի մեծ ուժ է, եւ Իրանը շատ փոքր է, որ այդպիսի մեծ ուժեր իրարու, ինչքան էլ մեծ լինի տարածքով, ինչքան էլ մեծ հնարավորություններով, բայց այդպիսի ուժի առջև շատ փոքր է Իրանը, անհամեմատ փոքր է։ Գիտեք, երևի նաեւ Զելենսկիի եւ Թրամփի հեռախոսազրույցը, հատ կարճ ասեմ, մեծ բան չկա այդ տեղից էլ խոսելու, տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը հիմա արդեն փորձում է պայմանավորվել կոնկրետ եւ ուղիղ Զելենսկիի հետ եւ պլանավորել հանդիպում Պուտին-Զելենսկի-Թրամփ, վերջին հարցը Դոնբասի հարցն է եւ փորձում են համոզել Զելենսկիին եւ հետո նոր արդեն հանդիպել։ Թրամփը ասում է ուրախ կլինի, որ 1 ամսից ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, տեսնենք, շատ քիչ է հավանականությունը, որ Պուտինը համաձայնվի կամ Զելենսկին էլ համաձայնվի այս ներկա պահին հանդիպում անցկացնել Թրամփ-Զելենսկի-Պուտին։ Եվ վերջում խոսենք այն լարվածության մասին, որը որ առաջանում է
Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջև փոքրիկ նավակով Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշով ամերիկացիներ թե կուբացիներ մինչև այս պահը վերջնական չի պարզվել, մոտ 10 հոգի փորձել են մտնել Կուբա ամերիկյան դրոշով։ Ամենայն հավանականությամբ դրանք Կուբայից փախած քաղաքացիներ են, որոնք որ բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հիմա էլ ուզում էին գնալ իրենց բարեկամների օգնությամբ, պայմանավորվել էին Կուբայում իրենց բարեկամների հետ, բայց չի ստացվել։ Սահմանապահ ուժերը Կուբայի կրակ են բացել, որի ընթացքում 4-ից 5 մարդ զոհվել է, մնացածները վիրավորվել են, տեղափոխվել են Կուբա։ Այս մասին հայտարարությամբ է արդեն հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Իրավիճակը բավականին լարված է, բայց փորձում են ճշտել, թե ինչ է տեղի ունեցել։ Շատ լուրջ միջադեպ է։ Հիշեցնեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շրջափակման մեջ են վերցրել Կուբան մոտ 1 ամիս է, եթե ոչ փոքր էլ ավել։ Եվ ահա այս ֆոնին, երբ որ հայտարարություններ կային, որ հաջորդը Վենեսուելայից հետո Կուբան է լինելու, ահա այս լուրջ եւ մեծ միջադեպն է տեղի ունենում։ Տեսնենք, թե ինչ զարգացում կունենա սա, բայց կատարվածը բավականին լուրջ միջադեպ է։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, գանձ